Ես սիրում տեսարանով, ձեզ ասում եմ բարի լույս սիրելիներս, բարի լույս հարազատներս, ոնց եք, ինչպես ա ձեր տրամադրությունը, ես իջել եմ ներքև, որ նայեմ, տեսնեմ ինչ կա չկա, առավոտ շուտ է, ժամը 9 անցամ, իհարկե ասել եմ չէ, որ առանձին տեսանյութ եմ անելու ու տենց վերջացնելուց հետո կհանձնեմ ձեր դատին, այստեղ ես մամայիս կակտուսն ա ձեզ ողջունում, ես էլ ապրիլ դարավ դեկտեմբերի էս տեսակն ա, այստեղ էլ թութոներն են, սիրելիներ ջան, ասեք, որ սիրուն է, մի խոսքով գնամ դուրս, բարձանում վերև, այսօր ցրտոտ ա էլի, չի ուզում էլի, չի ուզում լավ տաքանա, հետ չի ուզում, կակաչներին նայեմ տնամ, չի բացվել, արդեն անհամբեր եմ, արդեն ուզում եմ ծաղիկները բացվեն, ծառերը ծաղկեն, ստեղ չէ, Ոսկան, 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 արի, այստեղ, դու էլ ապրես, հարևանս էր եկել, ասելիք ունեի, ասեցի ու ճանապարհեցի, սա էլ իմ մյուս ծաղիկները, որ ջրել ա ուզում, զանգակից առանձին էլ եմ աճացրել, հեսա կպել ա ու աճում ա, սրանք էլ շնչեցին փաստորեն, մի խոսքով, այս է սիրուն եղանակը, ասեք, որ այս գույնի շորն էլ ա ինձ շատ սազում, ոյ, համել մոռացա դեմքով ձեզ բարի լույսն ասեմ, նենց իհարկե ասել եմ, բայց հենց դեռ չեմ հասցրել, շատ էլի ուրախացել եմ, կհիշեք չէ, իմ այս շորը, որ ոնց ցույց տամ, որ ճիշտ ցույց տամ, նայեք, այս շորը իմ հագին եղել ա այս ես ձեռքով հավաքեցի, այս հենց ա եղել, իսկ մի գոնե գրքիրա, չէ, այս քանը մեծացել է, հեսա, այս կողքից էլ, ինքը իմ հագին այս հենց ա եղել, այն սերի շալվար ունեմ, ջինսի, այդ դրա հետ եմ հագել, սիրել եմ, սազում էր սերի հետ, այսօր որոշեցի, ասի սևով համադրեմ, ավելի կարող ա սիրուն ըլնի ու իրոք, սևով ուրիշ էֆեկտ ունի, հեսա, սենց անենք, հլա, ինչքան մեծ ա, այսքանը մեծ ա, մեծացել ա քիփեր ինքը, չգիտեմ, պահկա թվում ա, որ լավ ա, պահել կա, ասում եմ լավ է, ասքան տեղը հետրն է սրտով ասեմ, չէ, ես ինձ հույս տամ, բայց գիտեք, էտ ամենամեծ բանն ա, որ մարդ կարում ա, գիտի իրան հույս տալու ձևը, շնորհքը, դրանք գիտի, սիրելիներ ջան, եկեք մի հատ կոֆե խմենք, երեխեք ջան, ովքեր հոգնում են կոֆեից, դուք էլ թե խմեք,
Опа, մի րոպե։ Հասկանանք, что тут творится։ Մարդիկ, եթե հոգնում եք կոֆեից, թե խմեք, կիտրոնի ջուր խմեք, սառը թե խմեք, սառը սուրճ խմեք, այնքան ըմպելիքներ կա, որ քեզ մի տեսակ սառել է։ Մի հավեսով ըմպելիք, ուղղակի ջուր խմեք։ Ես իմ առավոտվա ջուրը խմել եմ իդեպ։ Ընքան լավ է, որ այսօր մեր ու տղատանն ենք ու իրար հետ ենք նախաճաշելու, նախաճաշը պատրաստա, հնդկածավարա, մի կոտլետա, օպա, ու վանք պամիդորի աղցան կլինի։ Այդքանը նորմալ է։ Դա կոչվում է բալանսավորված սնունդ, ոչ թե շատ ուտել։ Իհարկե, որ չափաբաժինը մեծ լինի, պարզ է, բայց մեծ չափաբաժիններից սկսում ենք շատ խուսափել։ Այսօր շատ գործ ունենք ձեր հետ միասին, ինձ թվում է բոլորս էլ այսօր գործ ունենք ու բոլորիս գործերն էլ շատ յուրահատուկ ու ընտիր գործեր ակ պախ, չէ բերուներ սա, ինչ լավ, որովհետև պատրաստվելու ենք Զատկի տոնին, հետո գնալու ենք եկեղեցի, ես եմ, որոշել եմ, որ գնամ մարդ ես, եթե հանկարծ ինչ-որ մի բան չփոխվի, որ 100% գնալու եմ եկեղեցի։ Ճիշտ է, հրմշտոցը շատ ալնամ, վերջելի անկարգ պահերը մի քիչ շատ են լնամ, բայց մի տեսակ սիրտս ուզում է, որ գնամ, թեկուզ եկեղեցու բակ, բայց գնամ, այդ տենց եմ մտածում, որովհետև ընկերուհիս որ պատմում է, թորի հետ գնացած ալնում եկեղեցին, ծաղկազարդի ժամանակ, մի խոսքով էլի խայտարակ իրավիճակ առնում, ասում մարդիկ ենքան շատ, երեխեն վախեցել էր, հրմշտում էին, մի խոսքով դեռ չենք ցավոք սրտի, չենք հասել են ցիվիլ աստիճանին, այնքան չենք, ոնց ասեմ, մի քիչ սիրուն էլ չի հնչում, որ ասեմ, դրա համար ավելի լավ լռեմ ու այսօր առավոտը շուտ ասում եմ, որ այն թանկ ու լույս աղբերն է, այլով դիլնի։ Ալյո, բարև աղբեր։ Ալեքս ջան, ժիլետը տել հաքի նոր արիք, ես քեզ բան ասի։ Երտես միսկաշ խասարքի։ Հա, շուտարա։ Տրամադրությունս ոնց բրցացավ։ Մի հատ ասեք էլի, աշխարհում տենց լավ զգացողություն ու հաճույք կա, որ ասում ես տեն ասեսով այս հանգում առավոտ սենց շուտ, մեկ էլ նայում ես գրածա աղբերս, ախ աստված ջան, վայ, քիրու աղբերությունից լավ բան ես երկրագնդի երեսում չկա, երեխեք, ինչքան շատ կարաք իրար շատ սիրեք, շատ սեր տվեք, Լենի քիրու աղբեր մեկեղի, նեղին, միշտ նեղին հասեք, Լենին հարևանն է կգա կհասնի, մենք տենց քիրու աղբեր ենք, ճիշտ եմ ասում, կապ չի ունեցել, որ ոնց ասեմ, ես ամուսնացած եմ, ամուսին ունեմ, կամ ինքն ամուսնացածա կին ունի,
մենք տենց ենք սովոր, մենք իրար շատ սիրում ենք, շատ սեր ենք տալիս, մենք չենք մտածում, որ մեծացանք, ոնց ասեմ, հա, դե արդեն ամոթ, հա, մեր երեխեքը մեր բոյի են, չէ, որ ախպերս չի ասում, ինչ կա քիրա, կամ մեկ էլ, որ չի ասում քիրիկ, վայ են, ասում եմ, աստված ջան, ինչքան քեզ խնդրեմ, որ այն երկարուձիկ տարիները կյանք տաս իմ աղբորս, իմ միակին, իմ թանգին։ Անկան տրամադրությունից բարձացա, չեք պատ, ընդամենը մի հատիկ զանգ, ախ աստվածի։ Ներսից ուղղակի սենց ցնծություն ա գնում, այ այդ կարգի ուրախացա։ Մամա, ինձ մանեկ արնեսնարկում։ Ալեքս ջան, հանգիստ մնա, էլի, ես նկարում եմ, ինձ մի ջղայնացնի, էլի։ Դե դու ֆիստաշկա ես ուզել։ Հա, ասում։ Չէ, կեր, բայց քիչ, այդքան է չուտես, գլուխդ կցավասնի։ Ուրեմն, երեկ, վայ, ուրախությունից խառնվեց սաղ իրար, չգիտեմ ոնց ինչ ձևով բացատրեմ, որ քիրու ախպերությունից լավ բան չկա երկրագնդի երեսի, սիրեք շատ իրար, գիտեք ես ինչքան եմ մեղադրում ինքս ինձ, որ իմ Ալեքսին մենակ թողեցի, ախր պետք է, Ալեքս կուզեիր քիր ունենայր կամ ախպեր, հա? Մամա, սխան, որ մենքան ստակտով Թենուշա։ Ինչի? Եսիմ, ասում եմ արդենուշա, ասում եմ, չի, երեխեք, այս պահնելա շատ հավես միացնեն նայեք, էլի, մեր ու տղա, դեմ դիմաց, նիստում ենք, ասում ենք, խոսում ենք, զրուցում ենք, ախ այս պահերից քաղցր պահեր աշխարհում չկա երևի թե։ Այսօր առավոտ վեր կացա, որ մորս հետ կոֆե խմեմ, են էլ տեսա, որ արդեն չէ, նաստրոյ դեպի ճամփայա, ասի մամ կոֆե չենք խմում, ասավ չէ գնամ, իմ աշխատելու օրերը, այս 2 օրն ա, դե էտա, մի կողմից նեղվում ես, մի կողմից էլ ուրախանում ես, ասում ես աստված ջան, այդքան չարչարվելուց ու վիրահատվելուց հետո, ինքը կարար նստեր ու չաշխատեր, ոչ մեկի իրան չի պարտադրում մեկա, մի հատ էլ նաս թափեր, ասեր ես ձեր ծնողն եմ, ինձ պահեք, շահեք, ճիշտ ա, շահում ենք, սիրում ենք, բայց որ ասենք պահում ենք, այն մարդը ինքն աշխատում ա, չգիտեմ, իրան էլ ա պահում, մեզ էլ ա իրա մամայությունն անում, համ ուրախանում եմ, համ էլ նեղվում եմ, այսօր ներսս փոթորկվեց մի այդ կարգի։ Մամա, կասես արտարկում են։ Էլ չասես, այդ տենց բաներ։ Այսենց սիրուն արև բացվեց, թող միշտ այս արևը բացվի իմ Հայաստան աշխարհի վրա, երկրի վրա, համայն մարդկության վրա, ինչ կլինի, որ այս պատերազմները վերանան, Տեր Աստված ջան, ինչ կլինի։ Մամա, սպուշկաշման ամանով, համով բանն։ Հա, երեք ուրեմն այդ ոնց ասեմ, ընդեղենի հետ է գործանում, Ալեքսը սենց մամա, չհասկացա, դու հեչ ֆիստաշկա չունես, ախր դու չես հասկանում, որ ես դա եմ շատ սիրում, վայ մաման կուցավը տանի, երկալա, ժարիտեցի մի քիչ, ու մարդ տղեն նստած վայելում ա, մենք էլ չէ կապա, որ ես ինչ բանը սրտով ուզում ենք, ես ընթացք կար, որ իրան արգելում էի, հետո հասկացա, որ չէ, ոնց կարա իմ ուզելով ինքը, էլի իմ հսկողությունով սնվի, բայց բաներ էլ կա, որ երեխան շատ ա սիրում, չէ, կարելի ա հասկացնել, բայց չափի մեջ։
Մի մարդը ասում է Մանեկ ջան նստենք հաց ուտենք, ասում է ես ուզում եմ ֆիստաշկա ուտեմ։ Հաց։ Այդքան մի բան։ Բայց ուտեմ որ հաց կուտես։ Ահա սրտիկ ջան, անպայման։ Ես շատ մեծ հաճույքով ու ուրախ սրտով խմեցի իմ սուրճը, որն անում եմ ամեն առավոտ, որովհետև իմ առօրյան է, իմ անցուդարձն է, իմ գնալ գալն է, իմ անել դնելն է, մաքրելն է, բոլորս էլ կին ենք, բոլորս էլ տան աղջիկներ ու մամա ու տատիկ ենք, հուսամ ես էլ կդառնամ տատիկ, ու անում ենք պապի, վայ մեռա ես քեզ, արա, ցավդ տանեմ։ Այդքան չեմ ապրի, բայց Աստված տա։ Այս ֆիստաշկան ամենահամոն բանն է։ Բայց տարօրինի մեջ դու ատպուտ չդրեցի վրա ոչ։ Դե, ոչ, կարա եւ տենց էլ լինի։ Հիմա այսօր էսա մի հատ նախաճաշում ենք, ես ու իմ բալեն, տները մի հատ պիլասոսում ենք։ Ես անեմ պիլասոս, թե դու։ Ինչ պիլասոս։ Փոշեկուլով անի, ես թե դու։ Դու, ես թե դու։ Ես թե դու ես ուզում անես, թե ես։ Դու։ Ես, ուրեմն ես կանեմ։ Մի հատ փոշեկուլ անենք, փոշի մոշի հավաքենք ու կա չէ սենց ավանդույթ, հա, պիլասոս անես, էլի։ Կա չէ սենց ավանդույթ, դե այսօր առողջին բալային։ Այսօր իմ տղեն գրիպ ա ուզում ընկնի։ Պետք է փլավը սարքենք, մի խոսքով գիտեք, ձուն ներկենք։ Զատիկի օրը, էլի։ Հա, վաղը արդեն զատիկ ա։ Ես նենց եմ ինձ մեղադրում, որ չունեցա կարմիր սոխի կլեբ, բայց թե էտա։ Ունենք են ինչ ունենք ժողովուրդ։ Այդքան մի բան։ Ուրախացա շատ։ Մտքերս կորան, խառնվեցին։ Չգիտեմ։ Անցնեմ ես իմ գործերին, դուք էլ ձեր, կանաչեղենն եմ ուզում լվամ, խոհանոցայինի համար եմ ուզում մի հատ հոլովակ նկարահանեմ ու երևի թե իրիկվա կողմ եկեղեցի գնալ գալուց հետո հագուստս կփոխեմ, երեկ դեռ ասում էի, որ կանաչի մի քիչ ծաղիկ տենց բաներ ցանեմ, բայց փաստորեն երեկ էլ չստացվեց։ Հուսամ այսօր կստացվի, չստացվի էլ դեռ օրն առաջներիս ա, այսօր չլինի, վաղը հաստատ կլինի ու կլինի։ Սիրուն ծաղիկների սերմեր ունեմ, ուզում եմ ցանեմ, իրանք մեծանան, սիրունացնեն հայաթը, որովհետև թող քայլենք ծառ ու ծաղիկների մեջով, էլի, էլ չվերցնես, էդ էլ վերցրու հերիքա, են էլ հետո։ Մամա։ Հա ջան, հասկացանք, չէ՞։ Հա։ Ծառիկը դեռ խաղալոցը կունեցեք կավեր։ Չէ, ես սեղանին, զալım սիրուն սպրոց կդնենք, հլա արի պատմի է, են օրվա ծնունդից, արի դեսը։ Ինչ ծնունդ։ Արի, տատի հետ որ գնացիք։ Արի։ Այս խի ես այս շովերը թակել, խի են սպարծիվ կեն չես հակել։ Արի։ Մաման, գնացել էի Միրանայի ծնունդի օրը, շա Միրանայի ծնունդն է։ Երանի ծնունդն Հետո էր։ լավ ծնունդ արի։ Հա։ Լավ քեֆ արի։ Հա։ Տեսա ես ոնց էիր պարում։ Հա։ Գոհեի։ Գոհեի։ Քեզ սիրում են, չէ՞, Ահա։ Ամենաշոտը ես եմ քեզ սիրում, ամենաշոտը ես եմ քեզ նախատում։ Մամա, բերնեկամ փնուշենք, էի, բեր խոհանոցը փնուշենք։ Այս խոհանոցը։ Չէ, վերևում խոհանոցը սարքեն, էլի։ Հա, որ սարքենք, հա։ Մի խոսքով, սիրելի հետևորդներ ջան, ես էլ մեր առավոտվա զրիթը, ես էլ եմ սիրում բալեն, իմ ֆիստաշկա սիրող բալեն, մազերը տենք կտրի գիտես, սրտիկս, սիրունանաս, պուպուշանաս,
Ախ, ես մեռակ ու հոտին։ Ախ, ես գժվեմ կումար։ Սիրունս, գանձուլս, թանգուլս։ Իմ ամենա լավը։ Դու։ Կքնեիր էլի։ Դպրոցի օրերին ես ասում, ուզում եմ քնեմ, ուզում եմ ես, ուզում եմ են, բա այսօր խիչ քնեցիր։ Քնեցի։ Դե լավ, դե որ շուտ զարթնել ես, էսա ինձ կօգնես։ Ինչի՞։ Սառնանից կգնաս կանաչիները կբերես, ես կմաքրեմ, կարագը կբերես, էլ ինչը կբերես, պանիրը կբերես, Հա։ ու ինձ կօգնես։ Այն թազա երգը հիշում ես, մի քիչ երգենք։ Ձմեռը մի տարբերան։ Արի մի քիչ երգենք։ Ինչու՞։ Դե ասա։ Ես քեզ կօգնեմ, արի իրար հետ ասենք։ Ազատ։ Ձմեռը Հավերը դարձել է։ Հա։ Մոռացա՞ր։ Մեր հավերը Դարձել է արու։ դարձել է արու։ Հետո Դարձել է արու։ Դարձել է վտակ։ Ալաքսի հուդով բհերու մեծվում է ապիտ ծովը անհատակ ծովը անհատակ քեզ չունես հալ չունես քեզ դա պետք չի փաստորեն պետք է դե որ պետք է սովորացնեմ քեզ հասկացանք իրար ես մի հատ բան եմ նկատել այս Ալեքսը երկի բառերը սենց նենց առանց երաժշտության չի ասում երաժշտությունը հենց լսում է ինքը իր բառերը հետը սիրուն ասում է այս սենց բաներ Գնահարամ էստեր գնահարամ չեմ հաստոկս մի խոսքով գնացինք գործերով ուրեմն սիրելիներս եկել եմ խոհանոց արդեն խաշել եմ ձուն որ ուզում եմ դնեմ մի կողմ և զբաղվել ուրիշ գործողությունով կարող եմ մոտեցնեմ լվացել եմ ընտիր բոլոկին սա էլ եմ դնում մի կողմ ահա լվացել եմ կանաչիների տարբեր տեսականին այս գործողությունը ասեք որ շատերս ենք չէ սիրում սա էլ մոտեցնեմ ինձ որպեսզի կտրեմ այստեղ եռած ջուրը այստեղ շուտով կեռա արդեն բրնձի համար նախատեսված ջուրը չմոռանամ աղլեցնեմ սա էլ բրինձը որ հիմա կեռա այստեղ սիրելիներ ջան նախապատրաստեմ բելղուրը քանի որ ուզում եմ թաբուլե պատրաստեմ ու ամուսանենք չգիտես ինչի չվեցացի, բայց դա հոգ չի
նախապատրաստեմ, մինչև կանաչիները կկտրտեմ, մինչև 250 գրամի չափով տուփը կշռում է 500 գրամ, երման ջուր եմ լցնելու, այնքան որ երեսը կծածկվի, հետո բերաններ ծածկեմ, այսպես ու անցնեմ գործի, սիրելիներ ջան, սկսում եմ իմ ամենասիրելի գործը, սոխն ենք կտրում, կանաչիները, հերթով, շարքով, կարգով, սիրուն կտրտում եմ, որից հետո արդեն մինչև բլղուրն է կբացվի ու կանցնենք հաջորդի գործողությանը, հազարի տերևներ, որ շատ օգտակալու պետք է կանամ, այսպես, ովքեր ձեռքով են կտրում, ովքեր էլ իմ նման դանակով, թաբուլեի մեջ դե գիտեք, կանաչին պիտի շատ լինի, վերակշռող մասը պիտի լինի կանաչեղեն, այլ ոչ թե բլղուրը, քանի որ կանաչիների առած սեզոնն է, մենակ ճիշտ ժամանակն է պատրաստելու, տեսնեմ ջուրը եռած թե ոչ, հետո արդեն անցնեմ հաջորդ գործողության, այս անգամ ավելի շատ էր կանաչին մոտ, բայց դա չի խանգարում վերցնել խառը կանաչիների այսենց փունջ ու իրան ուզում եմ կտրեմ ու լցնեմ թաբուլեի մեջ, որ համինի հոտը տեղի ունի, ընթացքում էլ բրինձը կխաշվի, բրինձը մինչև վերջ չեմ խաշելու, քանի որ լավաշի մեջ եմ լցնելու, արդեն սարքել եմ, տեսանյութը տեսել եք, գիտեք, այնպես որ ես նախընտրեցի այդ տարբերակը, սիրելիներ ջան, թասում ես արդեն, տեղ չկա, սեղմանը լցնելը, Սա մեր կանաչեղենը, իրա մեջ կա համեմ, մաղադանով,
մի երկու ճուղ սամիտ, կանաչ սող, 1000-ի տերևներ, ինչը որ անհրաժեշտ է թաբուլեին։ Այստեղ արդեն եռում է ջուրը, ավելացնելու եմ բրինձը, կիսախաշանը ու տեսնեմ որտեղ ենք հանդիպում։ Հիմա սիրելիներ ջան, մինչ կքաշվի բրինձը, եկեք պատրաստենք միջուկը ու այստեղ կարակ հապահանջվում, ես կասեի լավ էլ առատ կարակ հապահանջվում, ինչքան ուզում է ուշացենք, բայց լավներ կան, որ իրանք առատ յուղ են պահանջում, ուզես թե չուզես, որովհետև համնել է հենց դրանից կախված, այստեղ լվացված է իմ մոտ չամիչը, քանի որ Ալեքսը ասում է մամա լավ էլի, մենակ չամիչ լցրում, ես այս անգամ լավս միայն չամչով եմ անելու, ջրեր չեմ անելու, ջրերը կդնեմ սեղան ուղղակի, թողեմ սա էլ հալվի ու շարունակենք։ Ահա, այստեղ արդեն իսկ պատրաստ է բլղուրը, գիտեք, իրան միախառնում ենք, այսպես, հասկանում տոմատի ավելն ու պակասը, այստեղ աղա սև պղպեղա, կարմիր պղպեղա, մտածում եմ, որ դրիվ բավական է, այլ պետք չէ, ինձ չէ լսայող, ու վերջ, խառնում ենք ամենը իրար, այսպես, վերջում մեջ դզնում կիտրոն և մեր համոհոտով թաբուլ եմ պատրաստել, այսպես, թող համերը մի քիչ ընկերանան, տեսնում եք ինչ լավ կիտրոներ, հյութեղ, անկորիզ, ընտիր ուղղակի, այս մեկն էլ մի քիչ հետո, ընտիր, սա համերով լավ, տեղը տեղին կընկերանան, այ քեզ տապակած կանաչի էլ, ամեն ինչ էլ, ես զատկին նախընտրում եմ այսպիսի աղցաններ, որ իրոք ընտիր է, կանաչեղենով աղցան եմ նախընտրում, սիրելիներ ջան, մի խոսքով բերանը ծածկեմ, թողեմ համերն ընկերանան, այս էլ արդեն չամիչը հալված կարակով, խնդրեմ սիրելիներս, սա էլ բրինձը, որ ստացվեց հատ-հատ, տեսեք, ուրիշ ձևի չէր էլ կարա լինի, ինչ եմ անում, տիր,
խոշոր չամիչը ու շատ համեղ ստացվեց կարգին տեղին այսպիսի փլավ, որ իմ Ալեքսի սրտով լինի, այսպես, մնացածը առավոտ վաղ կպատրաստեմ, լավաշի մեջ կտնեմ, խորհուրդը նա էր, որ այսօր արդեն երեկոյան կողմ պատրաստ լինի, ձուն ներկված, փլավը եփված, որ չէ գաբրի այդ հրեշտակը կանցնի և օրհնի ու թող այո բոլորիս տները օրհնությունով լցվի, սիրելիներ ջան, անցնենք հաջորդ գործողությանը։ Մեր մոտորը շարունակվում դեռ, այս ընթացքում հաճելի նվերներ ենք ստացել, հեսած անրոց, եղանակը ցրտել է, տակ հագնվել ենք, գույնդ փոխի, մեր ուրիշ գույն դիր, ու ինչ ենք անում, ձու ենք ներկում մայրու որդի, ուրիշ գույն բեր կալ, դիր շպտարը, եկեք շպտարը Ալեքս, Սա էր ասում, դու ներկի, սա պիտի քաշեմ, հա որտեղ ուզում ես, ոնց ուզում ես, այս անգամ գիտեք, չէ, այս տարբերակն ընտրեցի, որովհետև քաշի Ալեքս ջան, որովհետև տնանք ով ոնց է ներկը, հիմա նախորդ անգամ երևի ուշադիր չէիք լսել, այս տաք ջրի մեջ քացախել կա պարտադիրից պարտադիր, սիրելիներ ջան, առանց քացախի անհնար է, որ գույն տալու պրոցեսն ընթանա, ձուն դիր արդեն Ալեքս, ձուն սենց, հա, բեր կողքից, մի ձեռով ձուն պահի, բեր, ապրես, համի մյուսը բեր, վայ զանգում են, մամ միատ զանգում են, դու ներկի, ես լսում եմ, ներկի Ալեքս, ալո, ինչ կներկի Ալեքսը, անձեռոցիկը, իմ սիրուն մաման էր զանգել, ու ձուկն է ուղարկել, այս անգամ ոսկե ձկնիկներ են, ոյ իմ սիրուն բա ոսկե ձկնիկներ են, բա, ներկի դու Ալեքս, հա, այս տարվան էր զատկիցով, ներկես իմ բալան, ահա, հիմա, այս են սիրուն, ձկնիկներ են, այսա մաքրեմ, աղանեմ, սիրուն, ու ձուկներ պատրաստեմ, սիրելիներ ջան, լսում եք զանգերը, ջան, աստված իմ, երեկոյան կողմերն արդեն, մենք ընկերուհիներով ենք եկեղեցի գնացել և չեմ նկարահանել, այստեղ ձուկն եմ դրել, որ եփվի, սովորական աղով, թարխունով, մի խոսքով, այստեղ թաբուլեն է, այստեղ էլ սիրելիներ ջան, տեսակ Ալեքսը ներկեց մեր այս տարվա ձուն ու
այս պատրաստությունն եմ տեսնում ու գնանք սեղանի մոտ։ Ահա, սիրելիներ ջան, այստեղ սեղան եմ բացել, իմ նոր սպասքն է, նվեր ստացած բաժակները սա, իրանք կոչվում են մարգարիտկա, իրոք մարգարիտի էլ նման են, այնքան փայլուն ու սիրուն են, ուղղակի արդեն երեկոյան կողմա ու էլ չգիտեմ, չի երևում այդ փայլը, արի դե կանֆետները լցնենք, իմ տղեն ինձ ասել է կանֆետներին ձեռ չտաս մամա, ուզում եմ ես լցնեմ, կոնֆետները, ապա, ստեղ ենք լցնելու, իրոք պետալ գնել եմ բուլկի, դե չունեի ջեռոց, մակադամիայի բանալին ուր, ապա, ես իրա բանալին, լից, արած ստեղ կանգնի, դա ունենք, այստեղ սենց քաղցրեղեն ունենք, այստեղ զատկի համար նախատեսված քաղցրեղեն ունենք, փոքր չափաբաժիններով, բայց ամենից փոքր, ահա գինեք ստացվում է, այստեղ այս ծվիկներն ունենք, Սեղանացնեմ? Չէ, հերիք է, եթե ինչ հետ լծվա, այստեղ է, դա սրա հետ թակ, այս էլ տար, վալես, սա մեր քաղցրեղենը, թեպետ վերջում ցույց կտամ, այնքան սիրուն իրան համադրեցինք, Ալեքսի դուրն էլ եկավ, այս ճուտոյին դրեցի ես անկյունը ու հավես կոմպոզիցիա ստացվեց, ահա, հիմա տեղավորեմ, սիրելիներս, այստեղ մեզ մնացել է, ինչ անել, ուրեմն, այդ ծվերը բեր, Ալեքս վալա, սրանց էլ տեղավորենք, իրանց յուրահատուկ տեղը գտնեմ, ամեն տարի, խնամքով, սիրուն, իրանց պահում եմ, ու սովորությանս ու ավանդույթիս համաձայն, միշտ մի նորություն ավելացնում եմ, սիրելիներս, այս տարին էլ բացառություն չէր, Էսա ցույց կտամ, այս տարվա համար, ինչ ենք նախընտրել, տեսեք, ինչքան ինքը սիրուն եղավ, չէ, հավանում ես, Ալեքսանդր, շատ սիրուն է եղավ, սա էլ այսպես, այստեղ ակլոր է, այստեղ զատիկը, այս տարի ավելացրել ենք այսա, այս էլ կադրից դուրս բացեմ, որ ձերնի արդերին չազդի, սեղանես վերջնական տեսքի բերեմ և տեսնենք ինչ ենք անում, ահա, սիրելիներս, մեր մոտ դեռ լույս է, արդեն ամեն ինչ պատրաստ է, բացառությամբ փլավը դեռ վերջնական տեսքի չեմ բերել, Ալեքսն էդ մոտիկ դիր, Ալեքս ջան քեզ, ու համը տես,
ծուկ ենք համտեսում, հələ ասեք տեսնեմ էլ իմ նման ձկանջուր սիրողներ կան, ես որ շատ եմ սիրում, համով Ալեքս, բարի ախորժակ, սիրելիներս, սա իմ զատկի սեղանը, Ալեքսը շատ զարմացավ, որ ես ասում եմ մամա ես դու չես թխել, ասում եմ չէ, առել եմ, սա մի տարբերակ, սա էլ երկրորդ տարբերակը, սա էլ ընդհանուր իմ զատկի սեղանը, մրգերից ունեմ մանգո, տանձ, թուրինջ, նարինջ, կոկոս, խնձոր, բանան, կիվի, եթե բոլորը ճիշտ թվարկեցի, այստեղ ունեմ վարդեր, որ շատերդ գիտեք արդեն, այստեղ ունեմ Արենի գործարանի լցնովի գինի, բայց ընդեղ մյուս գինի էլ ունեմ կբերեմ, այս իմ զատկի զարդարանքները, քաղցեղենը, ընդեղենը, բուլկին, որ նորից գնել եմ, քանի որ խոհանոցումս վերանորոգողական աշխատանքներ են, այս մեկը դեռ չենք տեղավորել, նոր բերեց Ալեքսս, այստեղ իմ թաբուլեն, այստեղ էլ մեր ձկնիկները, դե ինչ, իմ հայ ժողովուրդ առաջին հերթին, տիրոջից խնդրենք մեր երկրին խաղաղություն, աշխարհին խաղաղություն և ամենայն բարիքները իմ հայ ազգին, ուրախ զատիկ բոլորիս, չմոռանամ գինին էլ բերեմ, հետո նոր տեսանյութս սահմանափակեմ, որ ոչ մի բան թերի չմնա, ահա, սա էլ գինու շիշը, աշուխ Սայաթնովան, որ կգտնի իմ սեղանին պատվավոր տեղ, վերջ, ահա, սիրելիներ ջան, մեր մոտ արդեն երեկոյան ժամերն են, պատրաստա իմ սեղանը գրեթե բացառությամբ փլավի, են էլ ուզում եմ հասկանամ, լավաշով պատրաստեմ, թե ուղղակի լավաշը ժարիտեմ ու փլավն առանձին մատուցեմ, մի խոսքով, իրիկունեմ, սպասում ենք մամայիս, սեղանը գցած, սիրուն, լավ տրամադրությունով, ուրախ տրամադրությունով, Աստծուն շնորհակալություն հայտնելով, սպասում եմ իմ սիրուն մամային, այստար, բալա, ուր տար, ընդեղ դիր, այսօր շատ հաճելի, շատ լավ, շատ սիրուն օր ունեցամ, շատ տարիներ հետո ինձ թվում է, որ թերթեմ իմ YouTube-յան էջը, հենց ինձ էլ է շատ հետաքրքիր լինելու, որ Աստծու օրհնությունով ու օգնությունով Աստված շատ սիրելով մեզ, միշտ մեր կյանք բերում, այսպես միացնում է, մեզ ծանոթացնում է այն ձևի մարդկանց հետ, ովքեր որ շատ սիրում ու գնահատում են մեզ, ու տեսեք ծանրոց ստացա մի մարդուց, ով նախորոք հոգացել է, իմ երեխու օրը տոն դարձնելու համար, չէ որ ծանրոցնել, երբ որ ուղարկում ես, ասենք ընդեղ իմանում ես, չէ, քանի օրում կհասնի այս կողմ, այն կողմ, ես մտածում եմ, որ մարդը գեղեցիկ ձևով իրա հաշվարկն արել է, իրա, այսպես ասած,
Այդ բրիլոգը դրիր սեղանի։ Այս բրիլոգը վերջի պահին Ալեքսը բերեց, դրեց սեղանին, եթե ուզում ես թիմի չասեմ։ Չէ որ մարդը հոգացելու, մտածելու, անհանգստացել է իմ մասին, իմ Ալեքսի մասին, ինչու չէ նաև ուրիշների մասին, իմանալով, որ թելերը ես չեմ օգտագործելու, բայց մարդը այնքան մեծ սրտով ուղարկել է, ու որ նայում ես շատ որակյալ ու շատ լավ թելեր են, ասմանայից ջան, կտաս քո ծանոթներին, ես էլ անկեղծ ու մաքուր սրտով իրան ասեցի, ինչ կանեմ, ոնց կանեմ, ու մարդն այնքան անմնացորդ նվիրված մարդ է, որ ասում է, իսկ ինչ ես դու ինձ ասում, չէ որ դա ես քեզ եմ տալիս, բայց թե ճիշտը մարդուն ասելն ու տեղեկացնելն է, սիրելի բարեկամներ ջան, իմ լավ ու բարի հարազատներ ջան, այս սալիս լույսը խավար է, ինչքան ուզում եմ կադրս սիրուն լինի, այս սիրուն սեղանի մոտ միևնույնն է, չի ստացվում, հա, հիմա տրամադրությունս բարձր, շատ մտքերիս հետևից ընկած, շատ ուրախ սրտով, սպասում եմ մամաս գա, հաճելի է, չէ, դրսից հոգնած, տանջված, այսօր իր մոտ հենց այդ օրն է, գա, սեղանը պատրաստ, Ալեքսս ձուկը հասցրեց։ Որ մեքսես կդայք վերմեշ շրավակեիք, որ մեքսես կդայք ես խուսայր, սես բուրկը կդայք կդացքով, կդայք ու կդայք յուրադոց կդացքով մեջ։ Այսօր իր մոտ հենց այդ օրնա, քանի որ Զատկիտոնի համար դե գիտենք, ձուկն պահանջարկ ունեցող մթերքներից մեկը դա հենց ձուկն է, Ալեքս համով էր ձուկը։ Հա, համով էր։ Դե վсё։ Կարև, հա, ասես ջան։ Ալեքսը շատ զարմացել է, այս անգամ մաման ոսկե իշխան է բերել, ոսկե ձկնիկ կատակով մենք, հա, ասես ջան։ Կատակով մենք իրան ոսկե ձկնիկ ենք ասում, ու ասում մամա, այս ոնց որ ուրիշ է, հա, դե մենք սովորենք, որ միշտ մաման են մյուսը բերի, բայց սրանք էլ շատ համով, շատ լավն է։ Ու նայեք օրինակի համար ես այս տարիքին եմ ու էլի որ բերանս լիքը, ասում եմ մամաս բերեց, մի պահ այնքան ինձ փոքր եմ զգում, այնքան ինձ մանկացած եմ զգում, այնքան հոգսերից թեթևացած եմ զգում, հավատացեք, քանի դեռ մեր ծնողները կան մեր կյանքում ու մեր կողքին, չգիտեմ, ես մտածում եմ, որ մենք միշտ մեզ մանուկ ենք զգալու, մամայի քնքշություն ենք ուզելու, պապայից ամաչելու այդ դրվագն ենք սենց պահանջելու, սպասելու, մտաբերելու, այս ձևի զգացողություններ վստահ եմ բոլորիս մոտ էլ կա, այնպես որ շատ սիրենք ու շատ փայփայենք մեր ծնողներին, Ալեքս ջան, ու ինչքան հնարավոր է ես որ փորձում եմ համ ուշադրություն տամ իմ ծնողներին, համ իմ հնարավոր չափով սեր, հարգանք, վերաբերմունք ու ուզում եմ Աստծուց խնդրեմ, որ բոլորիս ծնողները շատ երկար ապրեն, 80 ու ավել տարիներ, իմ ամուսինը այդ առումով շատ բախտավոր մարդ է եղել, այդ առումով իր ծնողները երկարակյաց մարդիկ են եղել, իսկ ամուսինս դե դեռ գիտեք, ես մի քիչ ոնց որ խառնեցի, ամեն դեպքում սիրելիներ ջան, հետաքրքիր օրեր իմ համար, ուրեմն Աստված այսօր այս ձևի օրեր պատրաստել մեր համար, չգիտեմ, շատ ոգևորված եմ, շատ ոգեշնչված եմ,
Շատ մտքերով սենց խառնված եմ, շատ ուրախ եմ, ինչի չէ, ով չի ուրախանա, երբ որ լրիվ մի անծանոթ մարդ սիրի, գնհատի, հարգի, նվիրվի դիմացի մարդուն, բոլորս էլ կուրախանանք, բոլորս էլ մեր հոգու խորքում շատ երջանիկ կլինենք, բայց ես ոչ միայն հոգուս խորքում եմ շատ երջանիկ, ես բարձրաձայնում եմ, չէ որ էջը իմնա, ցանկությունը իմնա, ես կարող եմ ընդհանրապես չասել, իմ նվերները ստանալ, լուրումուն, ցուսուփուս և հագնել և վայելել, բայց մի տեսակ դա ճիշտ չի, ես բարձրաձայնում եմ, սիրելիներ ջան, զուտ նրա համար, որ մեկս մեկիս շատ սիրենք ու մեկս մեկովս ուրախանանք ու հպարտանանք, կարճ ասած իրար օգնենք, որ չհոգնենք, այդ տարբերակներ կա, չէ, դրանք հենց այնպես ստից ասացվածքներ կյանքում չկան, միշտ էլ Ալեքսան դա հեռախոսս բեր տնամ, ովքեր են ինձ այդքան գրում ու գրում, իմ բարեկամները, իմ հարազատները, ձեր մասին ա խոսքը, երևի թե հենց իրանք էլ գրում են, այնպես որ այս պահի համար այսքանով սահմանափակ եմ, տեղադրեմ էջում ու տեսնեմ ինչ ենք անում, ոնց ենք անում ու ինչ սրտով ենք անում, սիրելիներ ջան, այնպես որ ձեզ ասում եմ, ենքոմ գնա Ալեքս ջան, բարի գիշեր, լավ եղեք, առողջ եղեք, սիրենք, հարգենք միմյանց ու շատ սեր տանք միմյանց, քանի որ սերն ա որ կփրկի աշխարհը, սիրելի հետևորդներ ջան, այստեղ հաճելի նամակ եմ ստանում ու ժպտում ու հենց այս շպիտով էլ սահմանափակում